Տղամարդը Իսրայելից է վերադարձել, այնտեղ հետազոտվել եւ իմացել է, որ հեպատիտ C ունի։ Տեղեկանալով, որ Հայաստանում թանկարժեք այդ բուժումն իրականացում է անվճար, շտապել է հայրենիք։ Բուժվում է Արմենիկում կենտրոնում։ Օգտվել ենք այդ դեղերից, 3 ամիս է մենք այդ դեղորայքը ընդունում ենք, ամեն ինչ է լավ է, շնորհակալ ենք։ Հայաստանն առանց հեպատիտ C-ի ծրագիրը գործում է ընդամենը 3 ամիս, դրանից անվճար օգտվում է ավելի քան 1000 հիվանդ։ 70% այն հիվանդների, որոնք կարող են բուժվել ժամանակակից մեթոդներով, այդ բուժումը ստանում են եւ դա ունիկալ բուժում է, որտեղ հակառակ մնացած այլ մեթոդների մենք այստեղ ստանում ենք 100%-անոց առողջացման էֆեկտ։ Բուժանձնակազմը յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերում։ Հակավիրուսային դեղամիջոցներով բուժման արդյունքը երկար սպասեցնել չի տալիս։ Տարբերություն զգացել ենք արդեն երկրորդ ամիսն է, էլի օգտագործելուց։ Հիմա եկել եմ, որ երրորդ կուրսը ստանում։ Եթե հիվանդների մոտ առաջանում են այնպիսի երևույթներ, ինչպիսին են ընդհանուր թուլությունը, շուտ հոգնածությունը, գլխապտույտը, գլխացավը, դրանք շատ կարճատև բնույթ են կրում, հատուկ դեղորայքային բուժում չեն պահանջում եւ կյանքին սպառնացող ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Այս թղթապանակներում յուրաքանչյուր հիվանդի անձնական տվյալներն են, որոնք հասանելի են միայն բուժանձնակազմին։ Եթե բուժման ընթացքում հիվանդի մոտի հայտ են գալիս այլ երևույթներ, ասենք սրտանոթային կամ այլ խնդիրների տեսքով, իսկույն գործի է անցնում նեղ մասնագետների խումբը։ Ոչ մի կանգառ չունենք։ Վիրուսն անհետանում է բուժումից կարճ ժամանակ անց, բայց դա չպետք է հանգստացնի հիվանդին, ասում է բժշկուհին։ Ցավոք վիրուսի վերացումը արյամիջից չհայտնաբերել է, դեռևս չի նշանակում հիվանդության իսպառ վերացում, բուժումը շարունակվում է մինչև վերջ, մինչև 3 ամիս տևողությամբ։ Եթե մենք բուժենք հին բոլոր օջախները, այսինքն ինֆեկցիոն պրոցեսի ամենագլխավոր կոմպոնենտը հանենք, արդեն էլ չի լինի օջախ, որից կարող ենք վարակվել։ Ծրագրի շնորհիվ իրենց առողջությունը վերականգնել են հազարավոր անվճարունակ հիվանդներ։ Հայկ Ուշաստանյան, Հարություն Սահակյան, օրակարգ։